Այսպիսի նամակով Ռուսլան անունով օգտատերը դիմել է LGBT համայնքի ներկայացուցիչ, բլոգեր ակտիվիստի եւ առաջարկել իրենց ֆինանսավորմամբ գալ Հայաստան։ Պահանջը շատ պարզ է՝ 2-3 ռիլ, որտեղ կդիմեն վարչապետին 10-20 սթորի սոցցանցերում։ Դրա մասին իհարկե Մոլդովայի գործընկերները հրատապ կարգով նաև տեղեկացրեցին, որովհետև նաև հենց իրենց միջավայրում տարբեր այդպես նամակների տեսքով, հենց Telegram նամակների տեսքով են սկսել շրջանառվել, իսկ սա իրականում շատ մտահոգիչ է։ Մտահոգիչ է, շարունակում է Գայանե Աբրահամյանը, քանի որ նշված ժամկետներից մեկը համընկնում է Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի հետ։ Ըստ նամակն ուղարկողի առաջարկի նպատակն է աջակցել Հայաստանի եվրոպական ուղղվածությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ LGBT համայնքին։ Զուգահեռ ապրիլի սկզբից X-ում սկսել են տարածվել նաեւ այսպիսի գրառումներ, որտեղ շրջանառվում են Հայաստանում LGBT շքերթի անցկացման մասին կեղծ լուրերը։ Նման միջոցառում տեղի չունենալու LGBT հարցերով իրավապաշտպանի արձագանքն է հարցին, արդյոք Հայաստանում նման միջոցառում տեղի է ունենալու։ Սա շատ հիշեցնում է հենց 19 թվականի դեպքերը, երբ որ էլի ինֆլյացիոնից առաջ տեղեկություններ տարածել, որ իբր Pride-ը լինելու, ու հետո Ռուսաստանից թե ինչ-որ միջոցով բերեցին, նկարեցին, դրանով փորձեցին ցույց տալ, որ եղել է, բայց ակնհայտ է, որ դա կեղծ կազմակերպված ճորգործողություններ են։ Այս կեղծ լուրն ի դեպ նոր չէ։ Հունվարին կրեմլամետ թուրք լրագրող Օքայ Դեփրեմը տարածել էր, որ շքերթը ապրիլի 7-ին է լինելու, սակայն ինչպես տեսանք, Երևանում այդ ամսաթվին ոչ մի նմանատիպ միջոցառում տեղի չի ունեցել։ Փորձագետները նշում են, այս գործողություններն արվում են Հայաստանի քաղաքացիներին շփոթեցնելու համար։ Սա իրականում ռուսական այդպես հիբրիդային սպառնալիքների եւ ապատեղեկատվության ամենահին եւ ամենատարածված եւ ամենաազդեցիկ մեթոդներից մեկն է, հա, այսինքն հատկապես իհարկե մայիսին կայանալիք Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի, որը իսկապես պատմական իրողություն է եւ Եվրամիության քաղաքական համայնքի գագաթնաժողովի համատեքստում, որպեսզի հնարավորինս հերթական անգամ մեր հասարակության այդպես վախեցնեն եւ հուշեն, որ Եվրամիությունը ընդհանրապես ոչինչի մասին է, եթե ոչ միայն LGBT-ի եւ այլը։ Իրենք գիտեն, որ օրինակ Հայաստանում հասարակության մի զգալի հատված ունի այսպես բացասական նեգատիվ վերաբերմունք LGBT-ի վերաբերյալ եւ դա էլ իհարկե նաեւ այսպես երկարատև քարոզչության արդյունք է այդպիսի բացասական վերաբերմունքը։ LGBT հարցերով իրավապաշտպանը ընդգծում են, նման գործողությունների հետևանքով համայնքի համար եւս հավելյալ խնդիրներ է ստեղծվում։ Որովհետև ագրեսիան է բարձրացնում, մանավանդ եթե ոչ մեկ, ասենք համայնքից տեղյակ չի ու նման բան չի կազմակերպել, հանրությանը դիտավորյալ այսինքն բևեռացնելու, միմյանց դեմ լարելու, թշնամանք սերմանելու միտում այնք պարունակում։ Արդեն իսկ իմացեք, որ սա սուտ է, արդեն իսկ իմացեք, որ նման բան չի նախատեսվում եւ իմացեք, որ սա շատ հստակ ֆինանսական նաեւ միջոցներ ներդնելով կազմակերպված է կոնկրետ Հայաստանի բնակչության դեմ, Հայաստանի դեմ եւ Հայաստանի պետության դեմ եւ Հայաստան-Եվրամիության հարաբերությունների խաթարման դեմ։ Իսկ մայիսին կայանալիք գագաթնաժողովը այդ հարաբերությունների խորացման ապացույցներից է եւ պատմական է Հայաստանի համար, ընդգծում են փորձագետները։ Այդպիսի բարձր կարգի ուրեմն միջոցառում Հայաստանում երևի թե չի եղել, կարելի է այդպես ասել, որովհետեւ նման բարձր այսպես կարգի, այսինքն բարձրաստիճան մարդիկ ամբողջ Եվրոպայից, որ պետք է գան Հայաստան, հա, դա արտառոց բան է արդեն իսկ։ Ըստ փորձագետի, սա նաև խոսում է Հայաստանի հանդեպ բարձր վստահության եվրաինտեգրման ճանապարհին լուրջ նվաճումների մասին։ Էմմա Վարդանյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։